Արարատ 73-ի հոբելյանական 40-ամյակի կապակցությամբ Ագարակի հրապարակում բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ երկրպագուները մեծ ուրախությամբ եւ բուրըն ծափողջուններով էին դիմավորում Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլային հրաշք գործած թիմ, որը փառաբանված ֆուտբոլիստ Արարատի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետևողական ջանքերով 1973 թվականին դարձավ Սովետական միության չեմպիոն եւ գավաթակիր։ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ Միացյալ Նահանգներից ժամանել էին Արարատ 73-ի ճանաչված աստղեր Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն եւ Արմեն Սարգսյանը։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, սպորտի վաստակավոր վարպետ Հարություն Քեհյանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հերոս առաջին աստիճանի կապիտան Անատոլիե Զայցևը, որին Արարատ 73-ի թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի կողմից հանձնվեց Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստների մակագրությամբ կաշվե գնդակը։ Եվ ահա մեծ հանդիսավորությամբ բացվում է Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Հայաստանում առաջին անգամ Արարատ 73-ի պանցալի հաղթանակներին նվիրված փառահեղ հուշարձանը։ Մարզաշխարհի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Հրաչյա Պողոսյանը նախարար Յուրի Վարդանյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության նախարարության ոսկե մեդալով։ Ես թիմի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդից, մեր կազմակերպիչից, Հրաչյայից։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ներկա էր այսօր մեր պաշտպանության նախարարը, մեր սպորտի նախարարը, մեր մնացած բոլոր լավ ղեկավարները։ Ուրեմն ինչքան հարգանք կա դեպի Արարատ 73-ը։ Ագարակի կենտրոնում պատրաստված այս շքեղ բեմահարթակից ելույթներ են ունենում հայկական էստրադայի աստղերն ու հանրապետության լավագույն արտիստական համույթները։ Միջոցառումները շարունակվեցին մինչև ուշ գիշեր եւ տևեցին 3 օր։ Ավելի քան 500 հրավիրյալներ հավաքվել էին մի հարկի տակ, միասին նշելու Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստների փառահեղ հոբելյանը։ Բարերարի կողմից բոլոր մասնակիցներին տրվեցին արժեքավոր եւ հիշարժան նվերներ։ Արարատ 73-ի պատվին պատրաստված տոնական տորթի վրա պատկերված են Արարատ 73-ի ֆուտբոլիստները, այն պատկերում է գավաթի հիշարժան խաղը։ 5 տարի անց 2018 թվականին Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Ագարակը կրկին միավորեց Արարատ 73-ի ֆուտբոլային աստղերին։ Արարատ 73-ի հոբելյանի առիթով Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ մեքենասությամբ հրատարակվեց հուշալբոմ եւ պատրաստվեց լիամետրաժ փաստավավերագրական տեսաֆիլմ «Մի նամակի պատմություն» կամ «Խորհուրդ հավատքի», որը պատմում է Արարատ 73-ի պաշտպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ Ագարակում իր սիրելի թիմի հուշարձանի ստեղծման մասին։ Ագարակ էր ժամանել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես շատ ընկերներ ունեմ, որոնք բարեգործություններ են անում, բայց Հրաչյան մի յուրօրինակ տարբերակ էր, որ այսքան նվիրված եկեղեցուն, հավատքին, ընտանիքին եւ մի բարի մարդ, որը որ իր անձնականից տվեց, որպեսզի, ասենք, Արարատ 73-ի տղաները նորից հիշվեն, ուրախանան եւ մնան պատմության գրքում։ Իսկ Ագարակի հրապարակը, որն արդեն երկրորդ անգամ էր հյուրընկալում Արարատ 73-ի պանցալի լեգենդներին, Հայաստանում առաջին անգամ անվանակոչվեց Արարատ 73-ի անունով, ի պատիվ փառահեղ հաղթանակ կերտած լավագույն հայկական թիմի։